Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր Զատիկի տոնին ընդառաջ պատրաստել եմ շատ համեղ կուլիչներ։ Նախ ասեմ, որ բոլոր բաղադրիչները վերցրել եմ սենյակային ջերմաստիճանի։ «250 գրամ գոլկաթի վրա ավելացրել եմ 7 գրամ խմորիչը, 100 գրամ շաքարավազը և բերանը ծածկել սննդային թաղանթով, թողել 15 րոպե, որպեսզի խմորիչը ակտիվանա։ Հետո վերցրել եմ 50 գրամ չամիչը, վրան լցրել տաք ջուր և դրել մի կողմ, որպեսզի այն փափկի։ 15 րոպե անց ակտիվացած խմորիչի վրա ավելացրել եմ մյուս բաղադրիչները։ Ավելացրել եմ 80 գրամ հալեցրած կարագը, 2 կոտրած ձու, 2-ից 3 գրամ վանիլ, մի փոքր աղ և քերած կիտրոնե կեղև։ Հետո քամել եմ չամիչը, չամիչի վրա ավելացրել եմ անանասի ջիր կտրատած և 5 գրամ ալյուր։ Այս ամենը միասին լավ խառնելուց հետո 500 գրամ ալյուրի հետ միասին ավելացրել եմ մյուս բաղադրիչների վրա։ Խմորը հունցել եմ քիչ-քիչ ավելացնելով ալյուրը։ Մի լար հունցելուց հետո խմորի բերանը ծածկել եմ սննդային թաղանթով և թողել հանգստանա 30 րոպե։ Խմորը հետ եմ հունցել 2 անգամ 30 րոպե դադար տալով։ Վերջին հետհունցից հետո թողել եմ հանգստանա ևս 30 րոպե, այնուհետև բաժանել եմ 2 հավասար գնդերի և տեղափոխել կաղապարների մեջ։ Կաղապարների մեջ դնելուց հետո բերանը ծածկել եմ սննդային թաղանթով և թողել հանգստանալ 1 ժամ։ 1 ժամ հանգստանալուց հետո կուլիչները թխել եմ 180 աստիճանի տակ մոտավորապես 40 րոպեվա ընթացքում։ Մինչ կուլիչները կսառչեին, ես այդ ընթացքում պատրաստել եմ ջնարակը։ Ջնարակը պատրաստելու համար 10 գրամ դոնդողի վրա ավելացրել եմ 60 գրամ ջուր և դրել մի կողմ։ Այնուհետև պատրաստել եմ օշարակը։ Օշարակի համար վերցրել եմ 100 գրամ շաքարավազ և 45 գրամ ջուր։ Երբ որ օշարակը բարձրացել է եռման աստիճանի, վերցրել եմ կրակից, այնուհետև ավելացրել եմ նախապես թրջած դոնդողը և մի փոքր վանիլ։ Այնուհետև հարել եմ հարիճով այնքան ժամանակ, մինչև որ լավ փրփրի։ Փրփրելուց հետո բաժանել եմ 2 մասի և ավելացրել սննդային գույներ։ Ջնարակը գույները ավելացնելուց հետո տարածել եմ կուլիչների վրա և զարդարել կոնֆետներով։ Դուք կարող եք զարդարել այնպես, ինչպես որ կցանկանաք։